2026 թվականին եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։ Քաղաքացին պետք է ինքնուրույն ստորագրի և ներկայացնի հայտարարագիր այն դեպքում, երբ ստացել է այնպիսի չհարկվող եկամուտ, որի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնում առկա չէ, երբ ստացել է այնպիսի հարկվող եկամուտ, որից ինքնուրույն պետք է հաշվարկի և վճարի հարկ, օրինակ երկու ֆիզիկական անձանց միջև վարձակալության գործարքը, որի դեպքում վարձատուն ինքն է ինքնուրույն հաշվարկում և վճարում հարկերը, ինչպես նաև այն դեպքում, երբ քաղաքացին ցանկանում է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։ Հարկային մարմնի կողմից ինքնաշխատ լրացվում են հարկային գործակալից ստացված եկամուտները, օրինակ աշխատավարձ, քաղիրավական պայմանագրից ստացվող եկամուտ, ինչպես նաև հարկային գործակալից ստացվող այլ եկամուտները, շահաբաժիններ, վարձավճարներ, գույքի օտարումից եկամուտներ եւ այլն։ Այստեղ բացառություն են կազմում միայն բանկային գաղտնիք պարունակող տվյալները։ Նշեմ նաև, որ հարկային մարմնի կողմից ինքնաշխատ լրացվում են նաև չհարկվող հետևյալ եկամուտները՝ նպաստներ, կենսաթոշակներ, սոցիալական օժանդակություններ, զինծառայողների հիմնադրամից փոխհատուցվող գումարներ, տաքսի ավտոմոբիլով իրականացվող փոխադրումներից ստացվող եկամուտները, ինչպես նաև պետական բյուջեից կൂട്ടակային հատկացումների լրացուցիչ միջոցները։ Անկախ շեմից, քաղաքացու կողմից լրացման ենթակա են չհարկվող հետևյալ եկամուտները՝ գյուղատնտեսական արտադրանքի օտարումից ստացվող եկամուտները, ապահովագրական փոխհատուցումները, ինքնավար էներգոարտադրողի ստացվող փոխհատուցումները եւ այլն։ Ինչպես նաև քաղաքացու կողմից պետք է լրացվեն միանվագ գործարքի արժեքը 1 միլիոն դրամը գերազանցող հետևյալ չհարկվող գործարքները՝ ժառանգությամբ եւ կամ նվիրատվությամբ ընտանիքի անդամ չհանդիսացող այլ ֆիզիկական անձից ստացվող գույքը, ինչպես նաև դրամական միջոցները, ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող եկամուտները, Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև միջազգային միջպետական կազմակերպություններից անհատույց ստացվող եկամուտները, ստացված փոխառությունները, գույքի օտարումից ստացված եկամուտները, ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ ստացվող գումարները, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու եւ թանկարժեք քարերի դիմաց եկամուտները։ Հարկվող եկամուտներից հայտարարագրման ենթակա են հարկային գործակալ չհանդիսացողից, օրինակ այլ ֆիզիկական անձից կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունից ստացվող հետևյալ եկամուտները՝ աշխատավարձ, քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամուտ, շահաբաժին, վարձավճար, գույքի օտարումից եկամուտ եւ այլն։ Հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող չհարկվող եկամուտները։ Տվյալ դեպքում ընտանիքի անդամ են համարվում ամուսին, ծնող, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ, թոռ։ Միաժամանակ հայտարարագրման ենթակա չեն ստացված վարկերը, գործուղման վճարները, Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների եւ մարզիչների մրցանակները, գործատուի կողմից աշխատողի օգտին կատարված ապահովագրավճարները, գովազդային վիճակախաղի շահումը, մրցանակները, նշեմ նաև, որ տվյալ երկու դեպքում չհարկվող շեմը 50,000 դրամն է, պետական պարգևները եւ այլն։ Նշեմ նաև, որ կարող են չհայտարարագրվել նաև միանվագ 1 միլիոն դրամի շեմը չգերազանցող հետևյալ չհարկվող եկամուտները՝ նվիրատվությամբ կամ ժառանգությամբ ստացվող գույք, անհատույց ստացվող եկամուտներ, ստացված փոխառություններ, գույքի օտարումից եկամուտներ եւ այլն։ 2025 թվականի համար տարեկան հայտարարագիրը ներկայացվում է 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը, իսկ հաջորդող տարիների համար մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։